Բարև ձեզ Տիկին Լիդիա։ Բարև Տիգրան։ Զանգը վաղուց տվել է, ինչի դասարանում չես։ Մեզ մոտ ֆիզկուլտուրա է, համել պապան ասեց, որ սա ձեզ փոխանցեմ։ Տիգրան, պապայիդ ասա, որ մեր դպրոցում կաշառք չեն վերցնում։ Բա եղավ Տիկին Լիդիա, սա կաշառք չի, ուսուցչի տոնի հետ կապված նվեր է։ Տիգրան, ուսուցչի տոնը վաղուց անցել է։ Գիտեմ, ներեցեք ու շնորհավորելու համար։ Տիգրան, դու այդքան էլ միամիտ չես, չէ՞։ Ամեն ինչ անում եմ, որ պապային նմանվեմ։ Ու մոտդ ոնց որ թե ստացվում է։ Մենակ խնդրում եմ, վերցրեք էլի, եթե չվերցնեք, համ ես ինձ վատ կզգամ, համ էլ պապան։ Օլյալա։ Զգացված եմ, պապայիդ շնորհակալական խոսքերս կփոխանցես։ Անպայման կփոխանցեմ։ Դե գնա սպորտ դալիճ։ Մի հատ կարևոր մարդ կա, եթե կարելի է զանգեմ նոր։ Կարելի է։ Դարյանայի բախտը կոնկրետ վերել է ոչ թե չի գիտես, չէ՞։ Թե չէ բռնելու ոտերը դրա փշել է իր արածի համար։ Դրան հասնում այդ ոստիճանի թարախ։ Խանդում է իբր հիվանդը։ Հա, կարևորը Մարին շատ բան չի եղել։ Գիտես չէ՞ Մարի մասին ով կպնի, կոնկրետ վիզը կկտրեմ ապա։ Ես էլ հետդ։ Երես Շուշի բավը, ինչ խնդիր լինի կողոտ կանգնեցեմ, մինչև վերջ։ Ես ինչ եք այստեղ նստած։ Ձեզ մոտ հիմա ֆիզկուլտուրա չի։ Հեսա կգնենք մամ ջան։ Արագ անցեք դալիճ։ Ասում եմ, մեր ծերնը քոր էր գալի, քանի ստեղա չելնենք, մեր ջարդենք։ Համել Արյաննայի մուրը կհանենք։ Թորոսի ասած աշկին կխփենք, որ մորթին չփչանա։ Հա, պապ ջան, տվեցի։ Չէ, ձև չուներ չվերցներ։ Լավ, պապ ջան, տուն գամ կխոսենք։ Ինչ ես տես նայում։ Այս օրը ցերեկով կաշառք ես տալիս։ Շառ ես։ Նորմալ խոսա, դեմը երեխա չի կանգնած։ Ավեսը չունեմ է։ Քեզ ասեցի նորմալ խոսա։ Սրան ուր ես բացատրում, եսի անհասկացողի մեկն է։ Անհասկացողը դուք եք։ Արի հեսա կասեմ, որի ինչից հետո է։ Երեխեք խնդրում եմ կռիվ մի արեք։ Չէ, կռիվ չենք անում։ Ուղղակի մի երկու հատ բան կա, ճշտենք, արի տիկո, արի։ Ախր ես էլ եմ տենում, դու էլ սրան չես սիրում։ Ինչի՞ չես թողում մի հատ նորմալ բացատրենք, որը որից հետո է։ Մատին ներսելի հանգիստ քո համար։ Երևի ուզում է իր ասել ծեծենք։ Այս շառը քեզ դպրոցից հանել կտա։ Էլ չի կարա այս դեպքում։ Էրոն հետ է սա, արանքը Տիկին Լիդիա կա։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Դու ավելի լավ է ոչ մի տեղ էլ ոչ մի բան մի ասա։ Ոչ տեսել ես, ոչ էլ գիտես։ Համ էլ նեղվելու բան չկա, դրան մեկը հասնում է։ Լավ, շատ չծեծեք։ Նայած իրան ոնց կպահի։ Երեք ասացի, որ ուզում ես իմ հետ շատ լուրջ խոսաս։ Սրանից էլ լավ առիթ, քանի դասարանում մարդ չկա, արի խոսանք։ Խնդիր չկա, Ռիբոկ։ Ես քո հետ շատ բաց կխոսամ։ Ինձ Տիկոյի պահվածքը հեշտ դուր չի գալիս, ինքը երկերեսանի տղա է։ Ես այդպես չեմ մտածում, ագա Տիկոն շատ լավ տղա է։ Ռիբոկ, բաց աչքերդ, ինքը քեզ խաբում է։ Մինչև ձեր ֆուդկորտ գնալ, ինքը ինձ էր սիրուն աղջիկ ասում, իսկ հիմա իրան դրել է լավ տղու տեղ։ Ես քո ոչ մի խոսքին չեմ հավատում, ագա։ Բայց ինչ ունեմ խաբելու, Ռիբոկ։ Համել ասեց, որ դու Ինչ, խոսամ, ագա։ Զզվում եմ այն մարդկանցից, որ մի բանը մինչև վերջ չեն ասում։ Թե սկսել ես վերջացրու։ Տիկոն քեզ իմ հաշվով ինչ է ասել։ դե ասեց, որ դու իր համար ինֆորմատոր ես։ Հորինում ես, չէ՞։ Հաստատ Տիկոն քեզ տենց բան չի ասել, մագա։
Ճիշտն էլ եմ ասում, չես հավատում։ Ճիշտ ստեղ մենակ Տիկոն է ասում։ Դու նախանձում ես, որ նախարարի տղերին հետ ավելի մոտիկ է, քան քո հետ։ Դրա համար է տակս փորում ես։ Ցնդերես, Ռիպոկ, ինչեր ես խոսում։ Հələ որ շարունակում է։ Դու գիտես ինքը ինչքան լավ է ինձ վերաբերվում։ Մեր դասանից ոչ մեկ իմ հետ տենց լավ չի վերաբերվել, ոնց որ Տիկոն։ Խնդիրն էլ հենց այդ է, Ռիպոկ։ Դու այնքան ուշադրության պակաս ունես, որ հենց մեկը դեմքից ճպտում է, քեզ հարազատ մարդ ես ընդունում։ Երեխեք արժի որ Տիկոյի պատճառով կռվեք։ Դու սուշոփ։ Վրես չգորակ, որ դեմքն այդ ճպտում է, չի նշանակում, որ վրես կարակ գորակ։ Ով եղավ այդ լակոտը, որ իր պատճառով կռվում եք։ Այդ քո ասած լակոտը չոփ ջան, նախարարի տղա է։ Ոչի։ Ու ասեց, որ Միշոն զգուշացնեմ, իրանց խելոք բային, թե չէ իրանց համար շատ վատ է լինելու։ Միշոն էլ լսեց։ Հա, չէ, ասում եմ, չի ընդունում։ Երկուսով մեկ իրեմ, տղաբարի չեք ձեզ պահում։ Արդ մտածում ես մեկ-մեկ չենք կարա քեզ ցեցենք։ Արա չեք մտածում, որ մի օր էլ կարող է ես իմ ընկերներն երկու բերան բան ասեմ, գանձե շանորը գցեն։ Արա լավ մի լացի էլի, արա աղբոր պես։ Երես։ Էսի սաղ դասարանի դեմ իմ հորը վիրավորել, աղբոր պես թող ես մենակը սրա պատասխանը տամ էլի։ Սխալ եմ ասել, արա։ Դու բա ինչ ես արի, արա։ Այդքան դուխով տղա ես, գնա ալկաշ հորը դասավորը չխմի։ Էսի չա խոսում էսի։ Արա, թե մտածում եք պատիտես խոսած անպատաս։ Ախ, արա։ Ես էլ սկիզբն արա։ Մարես չես մարսելու, արա։ Արա ես ոնց եմ մրմրում արա։ Արա ես ոնց ացավ։ Էրո ես ինչ էր արա։ Ես ձեզ հասկանում եմ, բայց ուզում եմ, որ դուք էլ ինձ հասկանաք։ Ես չեմ կարող ուսուցչին պարտադրել, որ չսովորող երեխային բարձր գնահատական դնեն։ Եղավ, ես մի բան կմտածեմ։ Ես նվաղում եմ Լիդիա։ Լուսինայի մայրն է, որը քաղաքապետարանում է աշխատում։ Քանի անգամ է զանգահարում է ու պահանջում է, որ իր երեխային բարձր գնահատական դնեն։ Դե հա, բայց ինչ խնդիր կա։ Մի հատ 7 հա, կասենք ուսուցիչները կնշանակեն։ Հարցը Արևշատյանն է, Լիդիա։ Մի անգամ ակնարկեցի, կտրուկ մերժեց։ Իսկ եթե Տիկին Լանջունի չէ։ Միակ հարցը, որի շուրջ ես ուզում եմ Արևշատյանի հետ զրուցել, դա իր դպրոցից հեռացման հարցն է։ Գնալով համոզվում եմ, որ իր կապրիզներով Արևշատյանը իսկական պատիժ է մեր դպրոցի համար։ Պատիժը մեղմ ասված, անեցք է։ Տիկին Լանջունի, ինչքան շուտ ազատվենք դրանից, այնքան ավելի լավ երկուսիս համար։ Իրոք։ Վայ այն օրը, որ դա ոտք դրեց այս դպրոց։ Չգիտեմ, բայց այս հարցը մի լուծում պիտի ունենա Լիդիա։ Հա, Տիկին Լանջունի։ Տիգրանի հայրը կլորիկ գումար է նվիրաբերել մեր դպրոցի ֆոնդին, խնդրեմ։ Շատ լավ է։ Մենք կարող ենք դրանով սպորտ դահլիճը վերանորոգել։ Դե կարելի է, բայց ես առաջարկում եմ, որ Միջանցքի շերտավարակույրները փոխենք, որովհետև արդեն հին են ու պիտանի չեն։ Դու գիտես, որ հարցը ավելի հրատապ է, նրանով էլ զբաղվիր։ Տիկին Լանջունի, բայց ոնց որ ձեր հարցի լուծումը հենց նոր իր ոտքով ներս մտավ։ Ինչ ես ակնարկում, Լիդիա։ Տեսեք, դուխիկը Արևշատյանի հետ մոտիկ է, կարող եմ դուխիկին խնդրել, թող ծույլ աշակերտի թեմայով զրուցի Արևշատյանի հետ։ Ինչպես չէի մտածել, Լիդիա, դու ունիկալ, անալիտիկ ուղեղուն ես։ Ես հիանում եմ քո անալիտիկ մտածողությամբ։
Դե դա իմ մասնագիտությունն է, Տիկին Լանջուն, ինչպես որ գործի մեջ եմ անընդհատ խնդիրներ լուծում, այնպես էլ կյանքում։ Կարծում եմ, որ կյանքում չլուծվող խնդիրներ չկան։ Գիտեմ։ Մի տարի չէ, որ իրար հետ աշխատում ենք։ Բարև Ֆարադեյ։ Բարև Ֆարադեյ։ Անուշյան երեխեն ո՞նց։ Լավ է, քերթորս Փարքասը։ Շնորհակալ եմ, որ ամեն անգամ հետաքրքրվում եք, ոչ թե ոմանց պես։ Եթե խոսքը ինձ է վերաբերվում, թույլ տվեք հավելել։ Ինձ շատ է հետաքրքրում Մարիի առողջությունը, բայց քանի որ մենք իրար հետ չենք խոսում, ես դրա համար չեմ հարցնում։ Խելքիդ ծունգը նեղացել է։ Թորոս, դա իմ իրավունքն է, մի խառնվիր։ Վայ ես քո հավեսը չունեմ, հա։ Անուշ ջան, դասարանիդ տղերքին կասես, իշնեն ներքև ջարդած սեղանաթոռ կա էլի, օգնեն տանենք արեստանոց, որ սարքեն։ Իհարկե, անպայման կասեմ։ Քո երեխեքը միշտ պատրաստական գալիս են։ Ուրիշներին դիմում եմ, չեմ ու չում են անում։ Բակա ժամանակ բողոքում եք աշակերտներիցս։ Ժամանակ էլ կար, որ ես ջահել ջիվան տղայի։ Թուրս համ աչ էր կտրում, համ ծախ։ Իսկ ես բողոքում եմ ձեր դասարանի տղաներից։ Նրանք իրենց պահում են ամենավերջի անշնորհքի նման։ Նրանք իմ դասը վերածել էին կազինոյի։ Դու ես մեղավոր Ֆարադեյ։ Դու ես թույլ տալիս, որ նստեն քո գլխին։ Ես։ Այո, դու։ Անուշ, ես բողոքում եմ, դա ճիշտ չէ։ Իսկ փորձել ես երբևէ բողոքելու փոխարեն այնպես անես, որ սիրեն քո առարկան եւ ցանկանան լսել։ Բայց աշակերտը պարտավոր է լսել ինձ։ Սխալվում ես Ֆարադեյ։ Աշակերտները պարտավոր չեն քեզ ոչ մի բան։ Պարտադրանքով կարող ես ստիպել նրանց միայն անգիր անել դասը, որը հաջորդ օրը կմոռանան։ Եթե չես կարողանում այնպես անել, որ սիրեն եւ հետաքրքրվեն քո առարկայով, ուրեմն պետք է ընդունես, որ որպես ուսուցիչ տանուլ ես տվել։ Գիտես Անուշ, ես չէի պատկերացնում, որ դու կպաշտպանես քո այդ անպատկառ աշակերտներին։ Հաջորդ անգամ խնդրում եմ չհամարձակվես իմ աշակերտներին նման որակում տալ, լավ։ Դու շատ կողմնապահ մարդ ես։ Շատ սխալ կարծիք ունես իմ մասին։ Եվ ինձ անես քեզ խորհուրդ։ Այնպես արա, որ աշակերտը սիրի քո առարկան։ Պարտադրանքը երբեք չի կարող գիտության աղբյուր լինել։ Բայց ես սիրում եմ իմ առարկան։ Ուրախ եմ քեզ համար։ Բայց կարող է հերիքա շեֆ։ Elə կարող է քո հաշվին եմ խմում, որտես խառնվել ես իրար։ Ասեմ լցրու։ Արջ չկա։ Երեկվանից խմում ես։ Կյանքով ես գնամ, հա, չկան ինձ տեղ տենալ։ Չէ, մի գնա, պետք է տենա։ Լիդիան ու Էրիկը դաս են։ Կարո, թարսի դարա չգիտես։ Ռադեղի լավ։ Շեֆ ջան, կամաց էլի համոթ հա։ Հաճախորդներ կան։ Մերես թկած ունեմ ով կա։ Ում է հետաքրքրում իմ կարգավիճակը, իմ եղելությունը, ոչ մեկին։ Այ դու էլ չես հետաքրքրվում ինձանով։ Քեզ մենակ իմ փողերն է հետաքրքիր։ Արա ոնց որ դու ես եմ արա Լիդիայի մոտ, այդպես տպավորություն է։ Արմ ես հելա, լավ կանես իրան տանես կաբինետ, թող քնի դզվի։ Ռադևի։ Պակա Մարիշ։ Շեֆ ջան, ասում եմ արի գնանք կաբինետ։ Ինչքան կուզես կխմես։ Արմեն։ Այն փողը որ տարարտվեց իր Մարին։ Ինչ ասեց։ Դե այն անգամ ասեցի, շեֆ ջան։ Ինչ ես նորից հարցնում։ Ուղղակի հարցնում եմ Արմեն։ Ուզում եմ իմանամ
Շատ է նեղվել, որ ոտը ջարդել է։ Շեֆ, լավ ես։ Հարցնում եմ նեղվել է թե չէ։ Դե հա նեղվել է, բա ինչ ա։ Չի սիրում չէ ինձ։ Ատում է ինչ չէ անում։ Ճիշտն ասա։ Դե Հա, շեֆ ջան։ Մարին քեզ ատում է։ Դուխին է։ Դուխին է։ Դուխին է։ Սա դպրոց է, ոչ թե դիսկոտեք։ Դու էլ Սիմայից ոչինչով չես տարբերվում։ Նա էլ աշխատանքի ժամին անդադար պարում էր։ Փոխանակ աշխատեր։ Պարելը գործին հետ չի խանգարում։ Լավ, քեզ մի հանձնարարություն ունեմ։ Արևշատյանին պետք է համոզես, որ 10 սիգայի աղայան Լուսինեին բարձր գնահատական դնի։ Սխալ հասեով եք եկել տիկին։ Բայց այդ աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ընտանիքից է։ Մոկ ջան, ես բարեգործական ֆոնդից չեմ։ Խնդրում եմ, հանուն մեր բարեկամության, մորաքույրդ եմ, կյանքում գոնե մի անգամ օգնիր ինձ։ Լավ։ Այսօր գնալու եմ Անուշի աղջկան տեսնելու։ Կասեմ։ Իդեպ ինչպես է Մարին։ Էլ մի Մոկ ջան, իբր դու նենց անհանգստանում ես։ Քո համար մեկ չի։ Շատ բան գիտես, քիչ արտահայտվիր։ Տատ, խնդրում եմ, արդեն զզվել եմ ճաշերից, քաղցրավենիքներից։ Դրա համար էլ միրգ եմ բերել, որ ուտես։ Այ Աստված ջան, ինձ փրկի տատի մրգերից։ Էլ ձևեր չթափես, հա։ Կեր որ շուտ լավանաս։ Ով է զանգում։ Չգիտեմ, անծանոթ համար է։ Ալո։ Բարև Մարի։ Ես եմ։ Պարոն Սաֆարյան։ Ոնց ես Մարի ջան։ Ես ճիշտ եմ լսում։ Դուք հետաքրքրվում եք իմ առողջությամբ։ Զարմացել ես չէ՞ որ ես եմ քեզ զանգի։ Անկեղծ հա։ Ես գիտեմ որ դու չես սիրում։ Բայց ես Չեմ սիրում։ Մի քիչ շատ մեղմ չարտահայտվեցիք։ գիտեմ իմերեսը չես էլ ուզում տենաս։ Մեծ բացահայտում չարեցիք։ Մարի, ես Դուք ինչ։ Մարի, ես քո շեֆն եմ։ Երբ որ ինչ-որ բարի կարիք ունենաս, ինձ ասա, հա։ Շատ շնորհակալ եմ, բայց ես ձեր օգնության կարիքը չունեմ։
Ես չափից դուրս լավ մարդկանցով եմ շրջապատված, ովքեր ինձ անօգնական չեն թողնում։ Գիտեմ, Մարի ջան, բայց եթե փողի կարիք ունենաս կամ բժիշկի ինձ ասա, ես շատ լավ ծանոթ բժիշկներ ունեմ։ Չեք լսում։ Ասում եմ, ես ձեր օգնության կարիքը չունեմ։ Ախր Մարի ջան, բոլորն են փողի կարիք ունեն, բոլորին են փող պետք է ցավ տանեմ։ Ձեզ թվում է, որ ես իմ աշխատավարձն ու բոնուսը վերցրի, ուրեմն խիստ փողի կարիք ունեմ։ Հիմա էլ զանգել եք, էլի գումար եք առաջարկում։ Ես մուրացկան չեմ։ Սրան նայի։ Ստեղ են ասել, գնամերի արի սիրեմ, շեֆս էր։ Եթե փողի կարիք ունենաս կամ լավ բժիշկի ասա։ Հիշել է, որ ինքն էլ է մարդ, սատանա չի։ Հետաքրքիր է ինչ է, խելքին փչել, որ զանգել է։ Ես ինչ իմանամ, իրան ձև ա տվել։ Զանգել է իմանա, թե ոնց եմ։ Թե ասա դու երբ ես իմ առողջությամբ հետաքրքրվել, որ հիմա ես զանգելու հետաքրքրվում։ Դե երևի իմացել է, ոտքդ կոտրել ես, անհանգստացել է։ Տաճ ջան, ինքը պետքա խիղճ ունենա, որ մի հատ էլ անհանգստանա։ Ինքը մոնստր է, իր սրտի փոխարեն բանկի քարտա դրած, ինքը մենակ փողի մասին է մտածում։ Եթե ինքը լավ մարդ լիներ, դու ու մաման ժամանակին մեր տունը իրան վաճառած կլինեիք։ Երևի ինչ-որ հետի նպատակով է զանգել։ Կամ էլ ինչ-որ մեկի մոտ գլուխ է գովել, որ ինքը իր աշխատողներով հետաքրքրվում է։ Ձևական զանգել է։ Լավ բալես, մոռացի դրան միրգ տկեր։ Դրա զանգից հետո կարամ հանգստանամ։ Տոտ, էստար, ու քո Վալերյան կանայից ինձ բեր։ Բայց քո ինչ տարիքն է, որ Վալերյան կայից ես խոսում։ Կարուն հենց այնպես չէր զանգի։ Հաստատ ինչ-որ բան ա իմացել։ Շեֆ ջան, լավ չես զգում քեզ։ Իմ ներն եմ բրծել։ Ումա պետք իմ ապրել արնը։ Մի կոպեկի արժեք չունի։ Շեֆ ջան, լավ չես զգում քեզ, ասեմ արի կլինի պարկես մի քիչ հանգստանաս, կամ ուզում ես քեզ տուն տանեմ։ Տուն։ Ես տուն չունեմ։ Ինչի Տիկին Լիդիան տնից դուրս է հանե, շեֆ։ Արա տուն հետ, տան պատերը չեն։ Տունը ստեղ է, այստեղ։ Ու այսքան տարի ես կիսականդ պատերի մեջ եմ ապրել։ Ես քեզ այդ վիսկից էլ չեմ լսնելու, շեֆ ջան, հենց էդի խմում ես սկսում ես անես բաներ ասել, որ մարդ բան չի ճոգում։ Հա չես ժողում։ Ասում եմ սիրտս կիսա տալ։ Խմելու բան պեր։ Չէ, չեմ բերելու։ Արդեն շատ ես խմել, շեֆ ջան։ Չէ, պետք է խմեմ։ Պետք է խմեմ, որ ոչ մի բան չի հիշեմ, արա։ Արա մորանամ ամեն ինչ։ Արա ոնց է Մարիի տանջարի իմ հարազատ աղջկան։ Դու վաստացրել եմ, արա։ Տղանք ես լվացվելու միջազգային օրն է։ Չես էշ խոսում է։ Էս ի՞նչ ա եղել։ Ինչ պատմելի մի հատ համբալ կա է մեր դասարանում, որ բաբշե հալ չկա։ Որոշել է հույսը դնի գազի բանումի վրա։ Լարկոտին որտե բռնեմ ոտերը ջարդելու եմ։ Տիկոն ա արել։ Խիտ ուրիշի ճանասում գիտես մեր դասարանը։ Դասարան մեր դա չոք։ Չգիտեմ,
Բայց Ռիբոկը ասաց, որ Տիկոյի հերը նախարար է։ Ինչքան կարաք հեռու մնացեք դրանից, դա լրիվ շառը։ Անա դրա հերը ով ուզում է թողնի, ուզում է թող Անգլիայի թագու թորը լինի։ Մեկը դրան բռնելու եմ կասացնեմ ես։ Ինձ հասնում էր զգուշացնելը, դու գիտեք։ Ահա Շոկ ջան, մենք գիտենք դու ինչ։ Խորը։ Գիտենք ինչ անհանգիստ ես մեր համար։ Շատ լավ շնորհակալ եմ։ Հելմենք դասարան։ Դու ինչ պետք է անենք դե։ Ախաչքես։ Չես գալի։ Չէ, մի հատ գործով եմ ուտել։ Ոնց ասես Մար, դու էլ այդքան սրտիկ մոտնի եմ թվում։ Երեխեք Մարին ձեզ բարևում է։ Իրա բարևին էինք մնացել։ Իրանք էլ քեզ են բարևում։ Դե պակա կզանգվենք։ Կուլտուրան ինչ է, որ դու չունես։ Գիտեք, որ ատում եմ դրան, ինչ մի ձև եք տալի, թե բարևում եմ։ Մագը քո փոխարեն մենք ենք ամաչում, չի կարելի այսքան անխիղճ լինել։ Գոնե դուք խղճից մի խոսացեք։ Ձեր պատճառով Այրանան թողեց երկրից գնաց։ Ահա, գոհեք, հասաք ձեր ուզածին։ Բայց մենք ինչ ենք արել, որ մեր վրա ես մնաց գալիս։ Ինչի մեր երեսից։ Ինքը երես չուներ դպրոց գար։ Այսինքն։ Բայ, ընկերուհիդ չի պատմել ինչ հերոսություն է արել, որ խոսես հետը կփոխանցես, որ զզվում եմ իրանից։ Ու իրա նման տականքները մեր դասարանում սովորելու իրավունք չունեն։ Պահո, հələ տեսեք ուր ենք հասել։ Համեր Շուշին էր Այրանային սկսել քննադատել։ Ճիշտը որ չգիտես մի խոսա։ Բա ասա իմանանք։ Տիկ, այսօր ես մի ժամ աստեղ քեզ եմ սպասում։ Հեչ, ներքևն էի, սիրուն աղջիկ։ Դու ասա ինչ կա ոնց ես։ Լավ չեմ։ Ինչի, կարող են մագանելի ախմախ բաներ ասել, դու էլ տես նեղվել ես։ Լսի, 1000 հոգի 1000 բան կար ասի։ Դու իրենց ասածներին բանի տեղ մի դիր, իրանք քեզ նախանձում են։ Ու եթե ինչ-որ մեկը կա մեր դասարանում ասածը դու պետքա լսես, բայց տղեն է։ Հասկացանք իրար Ռիբոկ։ Հա, բայց Տիկ ճիշտն ասա, ես ով եմ քո համար։ Դու մեր դասարանի ամենալավ աղջիկն ես Ռիբոկ։ Հա որ։ Հա, մնացած ուղղակի քեզ նախանձում են Ռիբոկ։ Շուշ, ինչ-որ նոր բան ես իմաց պալենների մասին։ Թողես անկապ խոսա, պարզ չի, որ ոչ մի բան էլ չգիտի։ Կարաս սուս մնաս, ինչ դու ինչ ընկերուհիդ, երկուսդ էլ իրար նման եք։ Լեզուդ ոնց որ շատ է, հա երկարել։ Հիմա ինչ ենք բաց թողել։ Կրկեսում չես։ Չես կողտում, որ սիրուն աղջիկ։ Սիրունների շրջանակարի մի մեծացրու, հա։ Մագան ու Ռեբեկան քեզ լրիվ հերիք են։ Ես քո իմացած խելոքներից չեմ։ Լավ, կներես, էլ չեմ ասի քեզ սիրուն։ Բա տղերքն ուր են։ Չգիտեմ, չեմ տեսել։ Մարի, ես ինչ ես վեկացել, սկուտուշ։ Այ տաճ ջան, հոգնեցի պարկելուց։ Մի քիչ ես հենց պարկեմ, կարամ գնամ Կարմիր հրապարակում Լենինի մումիա աշխատեմ։ Ով, չէր ես դուրս տալիս լրիվ գժվել ես։ Սկուտուշ։ Մի րոպե։ Այ, խղճի երեխա։ Այ, տաճ ջան, դարդ մի արա, կլավանամ։ Նենց հեշտ ես ասում։ Տատ, գիտես շեֆից խոսքերը մտքիցս դուրս չեն գալիս։ Ինքը երբեք իմ հետ տենց խեղճացած չէր խոսել։ Դրա նման տականքները 1030 են։ Հաստատ տաճ ջան։ Իզուր էլ պահի տակ կասկածում էի, որ անկեղծ էր ասում։
Մի հատ չզանգեմ մամային ասեմ, որ այդ կեղտներն զանգել։ Չէ, Մարի, մամա դասի է, չգիտես, որ չի սիրում, երբ իրան անհանգստացնում են դասի ժամանակ։ Պահ, դու երբ ուզում ես զանգում ես։ Հիմա կարող է համոզես, որ Անուշին ես եմ միշտ խանգարում, հա։ Բայ տա ջան, դու ո՞նց կարաս խանգարես։ Երնեմ ջանից սիրունս։ Վայ, տատի քանի անգամ եմ ասել։ Այդ արտահայտությունը մի արա։ Չի լինի ասես ապրեմ քո համար սիրունս։ Ինչ ես սերդ մեռնելով արտահայտում։ Ինչ իմանամ, հնուց եկած սովորություն է էլի դույլուր։ Այդ հնուց եկած սովորությունից շատ բան պետք է փոխել։ Այ Մարի, երբ հավոտքդ լավանալու որ բազմոցին բարապ չպարկես ու անկապ չխոսես։ Տա ջան, դու չգիտես որ բազմոցը ազգային արժեք է։ Ով պարկում է այստեղ մի անգամից ամենագետ է դառնում։ Ապրեմ քո համար, սիրունս։ Այս ուրիշ, այս եղավ հայերեն։ Շեֆ, Մարին քո աղջիկն է։ Իմ աղջիկն է։ Ես սեփական աղջիկն եմ, տանջը նվաստացրել է։ Ես իմ արունն եմ բղծել։ Այս են մռմռացող դեղերից, հա։ Չէ, Ինչ ես անում։ Դեղ էի ուզում կաթեցնել։ Ստեղ հոգատարի դեր չխաղաս։ Կարող է երեխուս տեսողությունը փչացնես։ Պապա, բա Էրիկս։ Պապ, որ Էրիկը իմանա, որ Մարին իր քույրն է, չգիտեմ, կբերի մեր տանը կպահի։ Թարսի պես էլ ես վերջինս շատ մտերիմ եմ։ Ինչ կարաս անես, այրոնը ջուր չի դառնում, քուրով աղբեր։ Չգիտես վաղը կարտնանաս։ Եվ քո հայրենիքը եւ այն տարածքը, որտեղ քո նախապապերն են դարերով ապրել, կլինի թե ոչ։ Թե բայրակ թշնամին կհամարի, որ քո երկիրը իրենն է։ Ես իմ ականջով եմ լսել իդյա, թե դու ոնց ասացի, որ Մարին իմ աղջիկն է, լսել եմ։